Ամենայն հայոց կաթողիկոսը հաջորդ ուրբաթ կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա եւ 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործը Արմավիրի դատարանում է։ Վեհափառի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը ամոթալի ու խայտառակ է որակում այս փաստը, համեմատում Վեհարանի իր ննջարանում խեղտամահ հարված խորեն կաթողիկոսի ողբերգության հետ։ Վերջին 100 տարվա մեջ մի անգամ այսպիսի դեպք չի եղել, ուրեմն խորեն Մուրադբեկյանին ուղղակի խեղտամահ են արել Խորհրդային Միության ժամանակ ՊԱԿ-ի գործակալները եւ փաստորեն սա երկրորդ դեպքն է, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ նման պետական մեծ մասշտաբի ճնշում է իրականացվում։ Ոչ թե խայտառակություն, այլ պայքար արդարության համար։ Այս կարծիքին է քրեական գործով միակ տուժողը, կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Աթոռը կաթողիկոսական պարզապես բռնազավթված է իր կողմից, իր կլանի կողմից։ Բա պիտի արդարություն լինի, թե չէ։ Ես պայքարում հանուն արդարության։ Սարոյանը, որ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավանքին միացած միաբաններից է, այս տարեսկզբին հեռացվեց Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ու որոշեց դատարանով վերադառնալ։ Դատարանն էլ պատասխանող կողմին, այսինքն Հայ Առաքելական եկեղեցուն, պարտավորեցրեց ապահովել Սարոյանի պաշտոնավարումը առանց խոչընդոտի, մինչև վերջնական դատական ակտ լինի։ Գերագույն հոգևոր խորհուրդը կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսական կարգից զրկեց Գևորգ Սրբազանին, հիմնավորելով դատի է տվել Էջմիածնին, տվել, որ պետությունը խառնվի եկեղեցու գործերին, ուրեմն անկարգ է ու անհնազանդ։ Հենց այս որոշումից հետո էլ ամենայն հայոց կաթողիկոսն ու հոգևոր խորհրդի 6 անդամներ դարձան մեղադրյալներ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Վեհափառ Հայրապետին մեղադրում են մի բանի համար, որը վերաբերում է ներեկեղեցական իրավասությանը։ Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ իր նախադեպային որոշումներում հստակ դիրքորոշում է հայտնել, որ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ինքնավարությանը։ Իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։ Մայրաթոռի փաստաբանական թիմում ի սկզբանե էին տարակուսած, պետությունն ինչ գործ ունի եպիսկոպոսի ու Մայրաթոռի հարաբերություններում, նրանք ուխտով են կապված ոչ թե աշխատանքային պայմանագրով, որ քննարկման հարց դառնա դատարանում։ Բնականաբար այդպես չի կարծում Գևորգ Սարոյանը։ Պետությունը որևէ կերպ չի խառնվել այս խնդրին, ես իբրև նաև այս երկրի քաղաքացի դիմել եմ դատարան, ելնելով նրանից, որ Մայրաթոռում գործող որևէ ատյան ըստ էության չի աշխատում։ Ես առաջին հայ հոգևորականն եմ միգուցե բարձրաստիճան, որ դատ եմ տվել այդ անարդար որոշումը վերանայելու համար։ Պնդում է Էջմիածնի կարգապահական ատյանները չեն գործել, ինքն էլ դատարան է դիմել։ Փաստաբան Զոհրաբյանի պնդմամբ Վեհափառին ու 6 միաբաններին մեղադրյալ դարձնելը 2018-ից եկեղեցու դեմ սկսված պետական ճնշումների շարունակությունն է։ Ի վերջո, եթե նույնիսկ համարենք, որ հոգևորականները վճռի կատարմանը խոչընդոտել են, միթե վարչական գործիքներ չկային, որ անմիջապես քրեականին անցան, հարցնում է փաստաբանը։ Մեկ առաջինը քրիստոնեություն ընդունված պետության մեջ հոգևոր առաջնորդին մեղադրում են մի բանի մեջ, որը վերաբերում է իր կանոնական լիազորություններին։ Սա իրականում շատ ամոթալի բան է։ Դատական առաջին նիստը Էջմիածնում է դատավորը Հակոբ Մանուկյանը։ Նա քննիչ է եղել ոստիկանությունում, քննչական կոմիտեում, ազգային անվտանգության ծառայությունում։ Դատավոր է նշանակվել 3 տարի առաջ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում։ Այս առաջին նիստին ամենայն հայոց կաթողիկոսը հավանաբար կմասնակցի, տեղեկացրեց Վեհափառի ներկայացուցիչը։ Հետագա մասնակցության հարցը կքննարկվի, ասում ես պահին բնականաբար չեմ կարող վստահել։ Պաշտոնանկարված ու կարգալույց հռչակված Գևորգ Սարոյանը, որ չի լքել Մասյացոտնի առաջնորդարանի շենքն ու եպիսկոպոսական սգեմ է կրում, դեռ չգիտի կգնա նիստին, թե ոչ։ Չեմ որոշել, կտեսնենք էլ ելնելով հանգամանքներից։ Համենայն դեպս շեշտեց Վեհափառի հետ առերեսվելու հարցում կաշկանդվածություն չունի։ Իդեպ Դատալեքս տեղեկատվական համակարգում քրեական այս պատմության մասնակիցներից միայն եպիսկոպոսական կարգից զրկված տուժող Գևորգ Սարոյանն է ներկայացված, թե աշխարհիկ ու թե հոգևոր անունով։ Մյուսները Մայրաթոռի գործող եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ այստեղ ներկայացված են միայն աշխարհիկ անուններով, օրինակ Նելսոն Ռազմիկի Բաբայան, ու ոչ մի հուշում, որ խոսքը Մուշեղ եպիսկոպոսի մասին է։